այս պահին գտնվում ենք Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի կենտրոնական հրապարակում, որտեղ քիչ առաջ ժամանեց Ժառանգություն կուսակցության առաջնորդ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած եւ ընտրությունների պաշտոնական արդյունքները չընդունող Ռաֆի Հովհաննիսյանը։ Մինչ այդ նա եղել է Գորիսում, Գորիսից առաջ Կապան քաղաքում, որտեղ հանդիպել է իր ընտրողների հետ, իր համակիրների հետ։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիս ողջունում եմ Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Ռաֆի Հովհաննիսյանի պայքարը հանուն հայ ժողովրդի հաղթանակի վավերացման եւ համազգային մեր վերածննդի։ Ես պատրաստ եմ անմնացորդ զորակցելու Հովհաննիսյանին իր եւ մեր նվիրական պայքարում, ինչպես նաեւ մասնակցելու ապրիլի 9-ին տեղի ունենալիք Նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը։ Ահա այս տողերն են գրված եւ այդ տողերի տակ մարդիկ իրենց անունազգանունն են գրում եւ ստորագրում են։ Սիսիանցիները հավաքվել են արդեն մեծ թվով սիսիանցիներ, հիմա պատրաստում են ստորագրել։ Բարև Սիսիան, բարև սիրելի հայրենակիցներ, հրաշալի արևոտ է։ Այն նույն հրապարակում, որտեղ գրեթե մի տարի առաջ հանդարտ սահմանադրական պայքարը շրջադարձը տեղի ունեցավ, լավ հիշում եք այդ օրը վստահ եմ, որտեղ խորհրդանշական ոչ թե իշխանափոխություն կատարվեց, այլ արդեն հասկացանք, որ ժամանակն է, որ ժողովուրդը ստանցնի իշխանությունը ըստ երկրորդ հոդվածի սահմանադրության, եւ Սիսիանը շատ հանգիստ արեց, հանգիստ փետրվար 18-ի ուրիշները մի քիչ վախի մեջ ապրելով, պաշտոնյաներ, կուսակցապետեր, չգիտեմ, կարծելով, որ սա իրենց սեփականությունն է, իրենց այգին է, իրենց ունեցվածն է, մի փոքր հպարտ Սյունիքում վախ տարածեցին, բայց սա արդեն անցնում է եւ Սիսիանը Կապանի հետ մեկտեղ ցույց է տվել, թե ինչ է նշանակում լինել հայ, հայաստանցի նժդեի հետևորդ եւ ինչպես ասել եմ քանի անգամ սրանից առաջ իմ հացաթուլից կամ ձոմից հետո առաջի անգամ առաջի օրը ուզեցի գալ Սիսիան երեխաների աչքերի մեջ նայել մեր համակարգացիներին, համագյուղացիներին ողջունել եւ ասել, որ փետրվար 18-ի հաղթանակը գիսած չենք թողնելու եթե դուք ինձ հետ եք, ես էլ ձեր հետ մենք պիտի տանենք այդ հաղթանակը մինչև դա ընդունվի Հայաստանի եւ ողջ աշխարհի կողմից։ Պատրաստ եք այդ պայքարին։ Երեք Սուրբ Հարության տոնն է, այսօր մերելոց է, այնպես որ հիշադակը լույս լինի մեր բոլոր ազատամարտիկների, ննչեցյալների, զոհերի, նահատակների, ընտանիքի անդամների վրա, բայց նաև մեր երեխաների աչքերի մեջ կա հարության պահանջը եւ պատկամը, որ մենք պարտավոր ենք շատ հանգիստ, շատ հանդարտ կատարելու։ Այնինչ որ մի փոքր լարման արհեստական հակամարտության միջոցով տեղի ունեցավ Կապանում այս առավոտ, այստեղ բացակայում է, դրա համար ողջունում եմ Սիսիանի ոստիկաններին, որ ապահովում են անվտանգությունը եւ վստահ եմ, որ եթե պետք լինի եւ պետք կլինի հավանաբար ապրիլի 9-ին երբ ժամը 11-ից առավոտ ժամը 11-ից մենք հավաքվելու ենք Երևանի ազատության հրապարակում հռչակելու Նոր Հայաստանը, որ այդ նույն ոստիկանները, ինչպես այսօր հանդարտ իրենց պարտականություններն են կատարում, ի տարբերություն այլ քաղաքների, ձեզ գուղակցեն, եւ եթե որևէ խոչընդոտ եղավ, ով էլ արեց պիտի պատասխան տա։ Մեր համարներն են 52 87 80 53 69 13 եւ ով կանգնեց սահմանադրական ձեր իրավունքի դեմ հավաքվելու, արտահայտվելու, երթևեկելու
այդ մարդկանց նկարը գարնեք, ուղարկեք եւ իրենց հարցը գլուծի ժողովուրդը։ Այս ուրբաթ օրը ժամը 6-ին Ազատության հրապարակում մեր վերջի կազմակերպչական հանրահավաքն է եւ կորոշենք ավելի 9 մանրամասները, ինչ ենք անելու, ինչ երթականությամբ, բայց ներկայությամբ մենք հավաքվում ենք, կրկնում եմ, ավելի 9-ին ժամը 11-ից Ազատության հրապարակից եւ ակնկալում ենք, որ այդ օրը հայ ժողովուրդը եւ բոլոր հայաստանցիները ֆիզիկապես լինելով հրապարակում եւ նրանք ովքեր չեն ցանկանում կապել զորակից են ուր ուզում եք կարող եք հանդիպել, պիտի դառնանք համազգային համաքաղաքացիական բռունցք եւ վերջապես ինչպես իմ ձայնն է հանգիստ առանց որևէ լարման տանելու ենք մեր ճանապարհը դեպի նոր Հայաստանի երթունակալություն։ Սիրելի հայրենակիցներ, պարզապես եկա այսօր ձեզ բարև ասելու։ Շնորհակալություն հայտնելու, որ այս վերջի 3 շաբաթվա ընթացքում զորակցել եք, ուժ եք տվել, հուզվել, առաջարկել եւ նաեւ սուրբ զատկվա արդիվ, նաեւ ենթարկվելով ձեր խնդրանքներին, հորդորներին, որոշեցի, որ առաջի իսկ օրը երեք առավոտ դեռ հրապարակում է Ազատության հրապարակում, որ հաջորդ իսկ օրը Սյունիքից կսկսեմ մարզային այցելությունները, կգամ ձեզ եւ հույս կհայտնեմ, որ ապրիլի 9-ին բարոն Սարգսյանը եւ գործող իշխանությունը մի վերջի ստապ գնահատական կտա եւ կապահովի ժողովրդի իրավունքը եւ հաղթանակը ճանաչելու միջոցով մեր համալիր լուծումները ընդունելու միջոցով ազգային միասնության անհրաժեշտությունը։ Ապրիլի 9-ին ուզենք թե չուզենք, բոլոր ամբողջ գնով, իմ կյանքի գնով մենք ունենալու ազգային միասնություն, մեկ ազգ եւ մեկ պետություն։ Հիմա հարցը նա է, թե բարոն Սարգսյանը պիտի կարողանա իր կուսակցականացված անդրախախտ, գեղդախոս շրջապատից վեր հառնել եւ վերջին անգամ քայլ կատարել դեպի ժողովրդին։ Սա վերջնակիր չէ։ Սա անհրաժեշտություն է Հայաստանի ապագայի համար։ Եվ Սիսյանը, ինչպես նաեւ Ոտ Զանգեզուրի եւ բոլոր մարզերը պաշտոնական դվյալներով, բայց ամենակարևորը իրական դվյալներով արդեն պատկամել է, որ ժողովուրդը այլևս հետ չի նայելու, նահանջ չի տալու։ Մենք հետ ենք բերել մեր իշխանությունը, որը օրենքի պահանջ է, սա Ռաֆիի հարցը չէ, այլևս դա բազմաթիվ անգամ ասել եմ, եւ դա նշանակում է, որ դուք պիտի չսպասեք, որ ես ինչ որ ձեզ համար, մեզ համար ինչ որ փրկարար դերակատարում անե, ոչ, փրկիչների ժամանակը անցել է, կուսակցապետերի, գեղձ հայրենասերերի, եկել է հայ ժողովրդի եւ Հայաստանի քաղաքացու ժամը։ Եվ ինչ պիտի անենք, պիտի միասին անենք։ Լավ հասկացեք, ինչ պիտի անենք, միասին պիտի անենք։ Դրա համար ուրբաթ օր ժամը 6-ին ապրիլ 5-ին նախապատրաստական հավաք, ով Երևանում է, խնդրեմ միացեք, բայց անպայման ճանապարհները պիտի բացվեն, ով փակեց ձեզ եւ ինձ հետ գործ պիտի ունենա, կարող եք նախօրեին կամ նույն առավոտը ժամը 11-ից սկսում ենք Ազատության հրապարակից եւ արդեն ուրբաթ օրը վերջնական կորոշենք, թե ինչ ենք անելու միասին։ Ես Երևանում բազմաթիվ անգամներ ասել եմ, եւ քանի որ մեր լրագրողները մեզ հետ են միշտ, որի ներկայության համար շնորհակալություն եմ հայտնում, որ իրենք թույլ են տալիս, որ դուք տանը նստած հետևեք ամեն ինչի, բայց միաժամանակ ողջունելով նրանց ես չէի ուզենալ, որ ապրիլի 9-ին որևէ մեկը որպես սերիալ ինչ որ տանը նստի, ինչ որ հետևի։ Մենք այլևս որպես էքսպերտներ, թե կողքից նայողներ չպիտի չմասնակցենք։ Ամեն մեկս իր
բաժին պայքարը իր մի ուս բերը պիտի ստանցնի եւ միասին պիտի կատարենք մեր բաբերի, մեր թորների եւ փետրվար 18-ին հայ ժողովրդի պատկանը։ Եվ նաեւ կոչ եմ անում ուրբաթ օր ավելի մանրամասն կխոսենք սրա մասին։ Կոչ եմ անում, որ գործող իշխանությունները, որոնք մեկ սխալ բաներ են ասում, չարաջիջի բաներ, որտեղ ուրիշ ասելիք չունեն, Արցախը սպեկուլացիա են ենթարկում, որ ասում են, որ Արցախը վտանգի տակ է եւ զգուշ է, ոչ, հակառակն է։ Ոչ թե ազատության հրապարակը եւ հայ ժողովրդի հաղթանակն է Արցախի դեմ, որտեղ մենք ուզում ենք անվտանգ, միասնական, իրավունքի տակ պաշտպանված սահմաններ եւ այդպես էլ կունենանք միասնական ազգ եւ պետություն։ Եվ երբեք մենք ոչ Սփյուռքը, ոչ Արցախը, ոչ մեր սահմանային ապահովությունը երբեք սակարկության կամ էժան հրետորաբանության չենք ենթարկելու։ Միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք, որ իրենք հետ կանգնեն այդ սին մոտեցումից, որ նրանք, ովքեր ուզում են հայ ժողովրդի հաղթանակը գրանցել, իրենք Արցախի հարցը չեն ճանաչում, ոչ։ Ամենալավը մենք ենք ճանաչում եւ մենք հպարտ ենք մեր իրական զինվորներով եւ իրական հրամանատարներով բարգասու մնացել են, թեև կան նաեւ ընտրախախտ եւ խարթախ հրամանատարներ, ովքեր պատասխան պիտի տան, բայց ունենք հրաշալի զինվորներ եւ հպարտ ենք իրենցով եւ վստահ ենք, որ բոլոր դեպքերում իրենք պիտի պահեն ժողովրդի անդորը, իրավունքը եւ հաղթանակը տալ, բայց թող ոչ մեկը չխառնի ոչ եկեղեցին, ոչ բանակը, ոչ Արցախը ժողովրդի այս ազգային քաղաքացիական զարգոնքի մեջ։ Եկեղեցին պիտի անջատ լինի պետությունից եւ պիտի թույլ չտա խորանից, սուրբ խորանից ժողովրդին քարոզ իջեցնի, սեփական ճշմարտությունը բարդացրելու առումով, որտեղ այդ սեփական ճշմարտությունը գործող իշխանությունն է փորձում բանեցնել ժողովրդի հաշվին։ Իրենք խոսում են Հուդայի 30 արձատի մասին, գեղձիկի մասին, սդի մասին, դա վերաբերում է նույն այս դե ֆակտո իշխանության։ Եվ ավելի 9-ին զգուշացնում եմ, հանգարց այդ քայլին չդիմեք, սուտ երթում, անհիմն եւ կեղծ օրհնություն։ Ժողովրդին մի քարոզեք, այլ միացեք ժողովրդին։ Եվ թող Արցախից հանգարց նույն այս Գորիս Սիսյան մայրուղով հանգարց չփորձվեն Սպեցնազ, Ագանովսկի, չգիտեմ, 1001 տարբեր տեսակի շարասյուններ բերել։ Մեր տղաները պիտի լինեն արտաքին սահմանի վրա, թշնամու դեմ հանդիման։ Դուք էլ սահման եք մեր հայրենի Նախիջևանը մի քիչ այն կողմ։ Եվ լավ գիտեք, թե ինչ է նշանակում լինել հայրենիքի պաշտպան, եւ գիտեք, թե որքան զոհություն, քանի զոհ եք տվել հանուն Հայաստանի, հանուն մեր ապակային։ Դրա համար ես զգուշացնում եմ, որ հանգարց որևէ մեկը, հայ թե օդար, հատկապես հայ, սկզբավոր կամ քաղաքացի, չկանգնի ժողովրդի արդար ճանապարհի առաջ։ Եվ սրանով ուզում եմ ավարտել այսօրվա մեր հանդիպումը, որտեղ գնում ենք այս 3 օրը թեր մարզեր, 4 ուրբաթ ժամը 6-ին ունենք մեր Երևանյան հավաքը։ Ստորագրավակները շարունակվում են, մեր հրաշալի ներկայացուցիչը Ռադիկ Հովհաննիսյանն է այստեղ, Կարքին Սիսյանցի, Կարքին Հայմարտ, ինքը իր մոտ կարող ձեր կոնտակտները թողնել, որ համակարգենք, ավելի 9-ի նաև բոլորիս մասնակցությունը, բայց ընդգծում եմ սիրելի քույրեր եւ եղբայրներ այս հրաշալի օրը Սիսիանում, որ մեր ճակատագիրը մեր ապական մեր ձեռքում է, իմ ձեռքում չէ, մեր ձեռքում է։ Մենք պիտի պատրաստ լինենք շատ ուզենալ, շատ պայքարել եւ տեսնել այդ օրը, որ մենք ունենանք մի անգամ
ոչ միայն հաղթանակ սահմանի վրա, այլ հաղթանակ մեր քաղաքում, մեր մարզում եւ մեր հանրապետությունում։ Ինչպես ասացի մի տարի առաջ, երբ որ սկսվեց քաղաքական շրջադարձը եւ հանրապետական կուսակցապետությունը սկսեց տեղի տալ ոչ թե ժառանգությանը կամ ինձ, այլ ժողովրդին։ Մի տարի առաջ այս հարթակից ձեր ներկայությամբ նաեւ հանրապետականի հրավիրած ավտոբուսներով բերված մեր համակարգացների առջև խաղ չկա մեր ժողովրդի դեմ այլևս։ Գեցե Սիսիանը, գեցե Սյունիքը եւ գեցե Հայաստանի Հանրապետությունը։ Տղեսա։ Բարը։ Հայք Յասենի պապին հեսամին զալվենք հրավ, ընդեղ ենք։ Լավ մնացես հաջողություն։